Շնորհակալություն, հարգելի փոխնախագահ, սիրելի քաղաքացիներ, ինձ թվում էր ընդդիմությունը գոնե կհասկանա ու կգիտակցի, որ Վարդանիկին իր հետաստիճանի պաշտպանությամբ ու սրբադասմամբ ինչ-որ մի վատ բան է անում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, վատ բան է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, բայց չէ ինչպես ասում են, որովհետև Վարդանիկը ընդդիմության համար օտար մարմին չի, Վարդանիկի արարքը ընդդիմության համար օտար չի, Վարդանիկը դասական սերժաքոչայանական գործիչ է, Վարդանիկի արարքը կաշառք պահանջելը ինչ-որ մեկից, դասական սերժաքոչարյանական գաղափարական ծիրին հարիր արարքա, պատիվ ունեմը պուն, եկել այստեղից բանա խոսում, այդ մարդկանց շտաբի պետը դատվել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, շտաբի պետը պատիվ ունեմի, դատվել է 21-ի ընտրություններում փող բաժանելու համար։ Հայաստան խմբակցությունը չգիտեմ արդեն ինչքան մարդ կա, առհասարակ ձեր քաղաքական թիմի հետ առնչվող, որ հենց այս պահին անցնում է 1000 ու մի գործով կամ արդեն իսկ վերադարձել է պետությանը իր լափածը։ Ինչքան մարդ կա։ Դե համար է Վարդանիկը ձեր համար օտար չի, բայց Տիկին Գյուրեղյան, որ գալիս եք ստեղ ասում եք ժողովրդի քվեն, խնդրում եմ ինձ բացատրեք տրամաբանություն։ Եթե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում ընդամենը ստանալով 30% ձայն, եթե չեմ սխալվում, 30% ձայն չստանալով մեծամասնություն, ընտրված համայնքապետ է, եթե ձեր լոգիկայով, ապա այդ դեպքում ձեր լոգիկայով ո՞նց է ստացվում, որ Վարդանիկն է Գյումրու համայնքապետը, այլ ոչ Սարիկ Մինասյան։ Ձեր լոգիկայով դուք պետք է Սարիկ Մինասյանին համարեք Գյումրու համայնքապետ։ Չէ, Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ տեղից մի ընդհատեք։ Ձեր լոգիկան հուշում է հետևյալը, եթե մարդը չի հավաքում 50+% ձայն, բայց առաջին տեղն է գրավում, ավտոմատ դառնում է համայնքապետ։ Եթե այդպես է, Վարդանիկը вообще համայնքապետ չի, առհասարակ Վարդանիկը համայնքապետ չի, որտեղ ինքն իր կերպարով չի կարող համայնքապետ լինել, այսինքն կարա, բայց մենակ այն դեպքում, երբ որ երկրում քոչայանական կարգերն են, երբ որ ինքն ու իր ու Մարտուն Գրիգորյանի կլանները կարան իրար սպանեն, ոչնչացնեն, բան անեն, հետո իհարկե քվեարկեն իրար օգտին, որտեղ ոչինչ այդքան թանկ չի, նույնիսկ եւ այդ բոլոր դաժանությունների հետ կապված հիշողություններն ու մնացածը, որքան իշխանության այսքան մի պտղունցը, որն էլ իր հերթին պետք է օգտագործել ինչի համար, լափի, հասարակ լափի համար է պետք օգտագործել, այսինքն մի հատ էլ հասկանանք էլի իրողությունը, Մարտուն Գրիգորյանը գնացել է Գյումրիում, ընտրել է համայնքապետ Վարդանիկին, որի կլանը սպանել էր իր ամենամերձավոր ընկերներին, որպեսզի Վարդանիկը այդ իր քաղաքապետ լինելը ծառայեցնի 4 միլիոն դրամ կաշառք ուզելու։ Էտա, ու պատիվ ունեմի են Տիկին պատգամավորը, լավ հուշեցիք, պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ։ Տիկին պատգամավորը լավ կանի, սա հասկանում, շնորհակալություն։